Ողջույն սիրելիներ։ Այսօր մենք շարունակում ենք մեր Աստվածաշնչի ծննդոցից հայտնություն սերտողությունը եւ այսօր մենք հասել ենք Թվոց գրքի 21-րդ եւ 22-րդ գլուխները։ Սրանք այնպիսի պատմություններ են, որոնք մեզ սովորեցնում են վստահել Աստծուն նույնիսկ այն ժամանակ, երբ մեր շուրջը վտանգներ են։ 21-րդ գլխում մենք տեսնում ենք, երբ ժողովուրդը նորից սկսեց տրտնջալ, անապատում հայտնվեցին թունավոր օձեր, բայց Աստված Մովսեսին մի ելք ցույց տվեց, պատրաստել մի պղնձե օձ եւ բարձրացնել ձողի վրա։ Ով նայում էր այդ օձին, կենթանի էր բնում։ Սա Հիսուս Քրիստոսի խորհուրդն է, որ Հիսուսը բարձրացավ խաչի վրա սիրելիներ։ Հենց ինքը Հիսուսը Հովհաննես 3-րդ գլխում ասում է, ինչպես Մովսեսը բարձրացրեց օձը անապատում, այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա։ Ինչպես այն ժամանակ մարդիկ փրկվում էին պարզապես նայելով օձին, այնպես էլ մենք այսօր փրկում ենք մեր հավատի հայացքը ուղղելով դեպի Հիսուսը եւ նրա խաչը։ Մեր փրկությունը մեր գործերի մեջ չէ, թանկագիններ, այլ Քրիստոսին եւ նրա խաչին նայելով եւ վստահելով Տիրոջը։ Երկրորդը թանկագիններ մենք տեսնում ենք 22-րդ գլխում Բաղամի եւ նրա էշի պատմությունը։ Մովաբի թագավորը ուզում էր անիծել Իսրայելին եւ կանչեց Բաղամ անունով մի մարդու, բայց Աստված թույլ չտվեց, որպեսզի նա անիծի։ Այս պատմության մեջ մենք տեսնում ենք հրաշքը, խոսող էշի, որը ավելի շուտ տեսավ Աստծո հրեշտակին, քան ինքը Բաղամը։ Ինչ է սա մեզ սովորեցնում, թանկագիններ։ Շատ կարևոր մի բան։ Աստված պաշտպանում է ձեզ նույնիսկ այն վտանգներից, որոնք դուք չեք տեսնում։ Մինչ Իսրայելը հանգիստ քնած էր իր վրաներում, Աստված հեռվում կանգնեցնում էր անեծքը եւ այն դարձնում էր ինչ օրհնություն։ Դուք կարող եք հանգիստ լինել, որովհետեւ Աստված ձեր պաշտպանն է եւ ոչ մի չար հնարք չի կարող հաղթել Աստծո օրհնությանը ձեր կյանքում։ Ամեն։ Եկեք աղոթենք, թանկագիններ, մեր սովորության համաձայն։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու բարձրացար խաչի վրա, որպեսզի մենք քեզ նայելով կյանք ունենանք։ Շնորհակալ ենք, որ դու մեր պաշտպանն ես եւ մեզ պահում ես ամեն տեսակի չարից։ Օգնիր մեզ միշտ քեզ վստահել եւ քայլել քո օրհնության ներքո։ Ամեն։ Սիրելիներ, եթե այսօրվա այս պատգամը ձեր սրտին կպավ, կարող եք մեկնաբանությունների մեջ ուղղակի գրել, որ Հիսուս